Հարկ Տիրոջը, եղբայրներ եւ քույրեր։ Մեր եղբայրները շատ այդպես որ գիտեն ասում համեմունքներով խոսեցին։ Կարծես թե երեքն էլ խոսում էին, ես մտածում էի ոնց որ ինչ որ իրանց հետ կատարվել է համեմունքներով Տիրոջ ճանապարհը ներկայացրին, Հարկ Տիրոջը։ Իրոք շատ մահատարա ժամեր են, այն աշճանի էր, որ երեկոյան, երեք պանեխիդան երկու տեղ էր, երկուսն էլ նույն, երկու սրահներն իրար կպած և հետաքրքիր է, տենց բան հազվագույթ է լինում, այն կողմը քույրիկ էր, Վիկտորիա քույրիկը, այն մյուս կողմը Մարաշի Սարիբեկ եղբայրը։ Վիկտորիա քույրիկը երկրորդ մասիվից, Մարաշից Սարիբեկ եղբայրը, և երկու տեղն էլ հավաքույթ եղավ, երկու տեղն էլ Աստծո խոսք խոսվեց։ Այնպես որ մենք, ինչպես Ժոզեֆ եղբայրն ասեց, որ հյուրանոցում ենք ապրում։ Մեկինը մեծ, մեկինը փոքր, մեկինը շատ մեծ, մեկինը շատ փոքր, բայց հյուրանոց է, և վերջացավ, Հարկ Տիրոջը։ Ես իհարկե մի թեմայի շուրջ երեկ էլ չնայած շատ կարճ խոսեցի այդ մասին, բայց մի քիչ կաշխատեմ հանգամանալից, եթե մի քանի րոպե ավել ոչինչ, մենք հյուրեր ունենք, մենք շատ ուր գնանք, Պետրոսն ասեց, Տեր, ուր գնանք, դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, ուր գնանք, եթե մի քանի րոպե ասենք բան կլինի, որովհետև շատ կարևոր միտք ես ուզում եմ ասել։ Նախ հարց, վերցնենք այդ հարցը և տեղադրենք հիմա մեր վրա, խաչողն է հաղթում, թե խաչվողն է հաղթում, խաչողն է հաղթում, շատ անգամ մենք խաչողի դերում ենք լինում, խաչողի գործ ենք անում, խաչում ենք, ճիշտ է, ֆիզիկապես այդպես չի, խաչի վրա չենք հանում, բայց նրան հաղթում ենք մարմնավոր ձևով, նրան հաղթում ենք բնականոն ձևով, կյանքը այսօր երկրի վրա բնականոն է և մարդը մտածում է այդ մասին, որ լավ տեղը դրեցի, այդպես թևավոր խոսքեր են ասել մեզ, լավ հախիցը եկա, ապացուցեցի, որ ես ճիշտ եմ, ապացուցեցի, բայց դա բնականոն կյանքն է, դա աշխարհն է, բայց կա մի կյանք, որը կոչվում է գերբնական, դա խաչվողն է, սուտ տեղը գեշ խոսքեր կխոսեն ձեր վրա, ցնծացեք և ուրախ եղեք, դա խաչվողն է, և ուզում եմ այդ համարը կարդալ, համարներ կա, ես արագ կասեմ, որտև հնարավորին չափ ժամանակը ուզում եմ խնայել, ուրեմն Մատթեոս ավետարանի մեզ շատ ծանոթ համար եմ ես ուզում կարդալ 27:50 մենք կարդում ենք Տեր Հիսուսի խաչելությունը և այսպես տողեր ենք կարդում 27:50 ինչ ենք կարդում այդ տողերի մեջ Հիսուսը դարձյալ մեծ ձայնով աղաղակեց ու հոգին ավանդեց ահա տաճարի վարագույրը վերեն վար երկուքի ճեղքվեցավ, երկիրը շարժեցավ, քարերը պատառեցան, գերեզմանները բացվեցան ու շատ սուրբ ննջեցյալներու մարմիններ հարություն առին, և գերեզմաններեն ելան անոր հարությունեն հետոյ, մտան սուրբ քաղաքը ու շատերու երևցան, բայց հայրապետը և անոր հետ Հիսուսը պահողները երբ տեսան երկրաշարժը ու եղած բաները շատ վախեցան ուսին արդարև ասիկա որդի Աստծո էր։ Բնականոն կյանքը տեսնում ենք խաչողներին, տեսնում ենք ինչպես էին ծաղրում, ինչպես էին անօգնականի տեղ դրել, նույնիսկ շորերը իրար մեջ բաժանում էին, անօգնականի տեղ դրած ասում էին, եթե դու Աստծո որդին ես խաչից
ցած իջիր։ Բայց տեսնում ենք հետոն ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ մոլորակի դղրդոց։ Տեղի ունեցավ այնպեսի բան, որ իրանք չէին տեսել։ Երբեք չէին տեսել։ Գերեզմանները բացվեցան։ Տեղի ունեցավ այն բաները, որ իրանք կյանքում չէին տեսել։ Եվ խաչողները, որից գլխավորն էր, ասեց ինչ, ասեց իրոք Աստծո որդի էր։ Գիտեք սիրելիներ, մենք սա վերցնենք մեր վրա դնենք, այս օրինակը դնենք մեր վրա եւ միշտ մտածենք, կա բնականon կյանք եւ կա գերբնական կյանք։ Գերբնականը միշտ տարբերվում է բնականon կյանքից։ Միշտ հիշենք, գերբնականը տարբերվում է բնականon կյանքից։ Այսօր աշխարհում 3 օրինակներ եմ ես ուզում վերել, ընդհանրապես 3 օրինակներ։ Դուք էլ կարող եք օրինակներ վերցնել եւ ավելացնել այդ օրինակները, բայց հիշենք, այդ 3 օրինակները դա բացարձակ երևում է։ Առաջի օրինակը Աստված մորը տվել է գերբնական սեր։ Երբ որ ծննդատանը ծնվում է երեխան, մայրը սկսում է ման գալ, դա կենդանիներն են այտենց, ման են գալի ձագին, Աստված տվել է նրանցը նաև, և ծննդատանը մայրը փնտրում է երեխային, և այդ գերբնական սերը իրեն տրվում է, որը սերերից առանձնացվում է, բոլոր սերերից, որոնք շուկայական են, սիրի սիրեմ, չես սիրի, չեմ սիրում։ Բայց մորը ծննդատանը տրվում է գերբնական, երկնքից տրվում է գերբնական մի զգացմունք, սեր։ Եվ այդ գերբնական սերը երկիրը փոխում է։ Փոխում բերում է դարձնում է բնականon կյանքի մեջ։ Այդ սերը ոչնչացնում է։ Ինչպես է ոչնչացնում։ Ուրեմն Ամերիկայում կա այդպիսի օրենք, հանվել է այդ օրենքը, ինչքան գիտեմ Եվրոպայում էլ կա, բայց Ամերիկայում ավելի բարձր ձևով է դա լինում, այնքան մեծ խնամքի համար գումար է տրվում, որ երեխաները, այդ մոր երեխաները, այդ ծնողի երեխաները, ասում են մեկը խեղճ է ապրում, թող ինքը պահի, այդ մեծ գումարը ինքը ստանա։ Տանում են մեկը, որ խեղճանում է, են իա տանում։ Այսինքն մորը պահելու համար, հորը պահելու համար, եթե հիվանդա, ուրեմն կրկնակի, թոշակ է տրվում։ Այդտեղ կորում է սերը, այդտեղ գերբնական սերը, որը Աստված տվել է որդի ծնող հարաբերությունների մեջ, այդ սերը վերածվում է բնականում, այդ սերը դառնում է շուկայական, այդ սերը պետությունը գումար է տալիս եւ այդ սերը հանում է։ Նա սիրո համար չի պահում իր հորը մորը։ Նա պահում է, որովհետեւ մեծ թոշակ է ստանում, մեծ պետությունը իրան թոշակ է տալիս։ Այդ սերը արդեն էլ չի գործում։ Այսինքն բնականon կյանքը, որ ծնող զավակ այդ հարաբերությունը փոխվում է շուկայի։ Շատ փող է տալիս պետությունը, ուրեմն արժի պահել։ Ինչքան երկար ապրեց, այնքան ամիս, այնքան տարի թոշակ է ստանում։ Ու շատ բարձր, իրան աշխատել պետք չի, դա իրան համարվում է աշխատանք։ Տեսեք ինչ արեց։ Աշխարհը գերբնական սերը փոխեց բնական կյանք։ Այդ գերբնականը չեզոքանում է։ Երկրորդը, խոսք տվեցի, որ 3 բան պետք է ասվի։ Ուրեմն երկրորդը, ծնող երեխա հարաբերությունների մեջ մենք տեսնում ենք Մաղաքիա մարգարեության մեջ, դա արդեն ես ականատես եմ եղել Եվրոպայում, մեր Ժոզեֆ եղբայրը եւ իր թիկունքի մասում քույրիկ ունենք Հոլանդիայից, շատ այդպես իրանք ավելի լավ կիմանան այդ, որ ես պետք է ասեմ։ Մաղաքիա մարգարեության, այսինքն Աստվածաշնչի ամենավերջում
ամենավերջում։ Ամենավերջի գլուխ, ամենավերջի խոսքերն է։ Ստեղից հետո արդեն սկսվում է նոր ուխտը։ Եվ այստեղ, սիրելիներ, ուզում եմ կարդալ, տեսեք ինչ է գրված։ 5-րդ խոսքը։ Մաղաքիա 4-րդ գլուխ 5-րդ խոսք։ Ահա ես Եղիա մարգարեին ձեզի պիտի ղրկեմ, դեր տիրոջ մեծ ու ահեղորը չեկած։ Անիկա հայրերուն սիրտը որդիներուն ու որդիներուն սիրտը հայրերուն պիտի դարձնե։ Ու չլայ թե ես գամ ու երկիրը անեծկով զարնեմ։ Կներեք միջանկյալ մի բան ասեմ, քանի որ մեկին պետք է լինի հողակավորումը եղբոր եւ քրոջ, եղբայրներ կան, դուս են գալիս հիմա, որպեսզի հասցնեն, մենք երեք պայմանավորվեցինք, որտեղ հավաքույթի վերջում չեն կարող հասցնել։ Գնան, որովհետեւ այնտեղ հավաքույթ պետք է արվի երկու տեղ, հիմա կդասավորվեն կգնան, եղբայրներ ջան, ում հետ պայմանավորվել ենք, թող գնան։ Այստեղ սիրելիներ, ինչ է ասում Աստծո խոսքը, հայր զավակներ, ծնողներ զավակներ, իրենց սիրտը մեկը մեկին դարձնելու, բայց աշխարհում կա այդպիսի օրենք։ Ծնողները միշտ աշխատում են դաստիարակել իրենց երեխաներին, պահել ճիշտ ուղու վրա, որովհետև իրենք կատարել են հնարավորինս սխալներ, անցել են սխալների միջով, բայց չեն ուզում իրենց երեխաներն էլ սխալների միջով անցնեն։ Իրենք աշխատում են իրենց երեխաներին դաստիարակեն, այն սխալները որ անցեն, այդ սխալները ասենք չանցնեն եւ ճիշտ ուղու վրա լինեն։ Բայց ինչ անում պետությունը Եվրոպայում։ Ես չեմ դատում։ Ես ուղղակի մտածելու տեղիք եմ տալիս։ Դա կապ չունի որ երկրում ինչպես, բայց մտածելու տեղիք եմ տալիս։ 17-18 տարեկան երեխային, տղային կամ աղջկան տալիս է տուն։ Բնականon է տալի, խնդիր չկա։ Եվ ինքը պետք է ծնողներից առանցին ապրի։ Ապրի ինչպես ուզում է։ Ինչ ձևով ուզում է ապրի։ Եվ եթե հանկարծ ինքը բռնվեց մի քանի օր այնտեղ, այսինքն ծնողներին կարոտել է, որտեղ տունը կարող է լինի ուրիշ շատ հեռու, չի կարա անընդհատ լինել։ Եվ ինքը եթե եկել է ծնողների տուն մի քանի օր մնացել է, եթե բռնվեց այդ 1-2 անգամ տունը ձերից վեկալում են։ Ուրեմն ստիպված է ինքը այդ տան պատճառով ինքը ծնողներից առանցին ապրել։ Ապրել ինչպես ուզում է։ Ապրել ինչ ուզում է, ինչպես ցանկանում է, ինչ կյանքով ուզում է ծնողներից հեռու։ Եվ հետո եթե ծնողները իրեն դաստիարակելու համար կարող են մի հատ կոշտ վարվել, ծնողներին կարող են տանել դատել։ Պատկերացնում եք, եղել է որ ինքնաթիռից իջել են երեխային այդպես փաղաքշելով բերել եւ օթակայանում էր մոտ զվարթնոց օթակայանում սկսել ծեծել։ Դե հիմա գնա բողոքի։ Տեսնում եք ինչ է կատարվում։ Ընդ չի կարա, ընդ ձեռները կապած, ընդ ոչ բան չի կարա անի։ Տեսնում եք ինչ օրենքը հանված։ Երեխային իրավունք չունի ծնողը դաստիարակելու։ Եվ երրորդը, տեսեք սիրելիներ, երրորդը կարդում ենք ծննդոց գրքում ամեն պսակի ժամանակ, եթե ուշադրություն եք դարձնում, երրորդ պետությունը, որ գերբնական երկնքից տրված այս հարցը լուծում է երկնք, ամեն անգամ դուք լսել եք եղբայրները պսակը անելուց ասում են, պսակը, որ ամուսնանում են, դա 6 օրվա ստեղծագործության, Աստծո ստեղծագործության մեջ է մտնում։ Դա երկնային գերբնական միացում է, երկուսը մեկ է դարձնում։ Դա գերբնական է։ Դա երկրավոր գործ չի, որովհետև Աստված միացրեց, եթե կարելի է ես կարդամ, տեսեք սիրելիներ, առաջի գլուխ ծննդոց 26 խոսքը, Աստված ասավ մեր պատկերին ու մեր նմանության պես մարտնենք, ան ծովու ձուկերուն ու երկնքի թռչուններուն եւ անասուններուն ու բոլոր երկրի ու սողացող բոլոր սողոներու վրա թող իշխե։
Աստված իր պատկերով ստեղծեց մարդը, Աստծո պատկերով ստեղծեց զանիկա եւ արու եւ եք ստեղծեց։ Աստված օրհնեց զանոնք եւ Աստված անոնց ասավ աճեցեք ու շատացեք ու երկիրը լեցուցեք եւ այլ եւ այլ։ 6-րդ օրը եղավ 6-րդ օրն էր դա։ Այսինքն մտնում էր Աստծո ստեղծագործության մեջ։ Դա գերբնական է։ Դա միացություն է, որը գերբնական է, որը մտնում է երկնային գործողություն է դա։ Բայց այսօր իհարկե դուք երևի եք լսել արդեն 50% էր մինչև անցած տարի թե նախանցած տարի արդեն դարերով 60% Ամերիկայում բաժանումները հասել է 60%-ի։ Այսինքն կեսից շատը բաժանվում են եւ ավելի ահավորը անունը ես չգիտեմ ինչա կոչվում, այնպես ուզում եմ հիշել չեմ կարողանում։ Ամուսնություն չի կոչվում, զաքսավորվել չկա։ Դա կոչվում է ընկերություն անել, բայց ես մի հատ անուն են կոչում, չգիտեմ ով գիտի այդ անունը, կարող ասել Եվրոպայում այդ ինչ որ մի հատ անուն է կոչվում, այսինքն իրանք 2-3 երեխա ունեն, հələ ամուսնացած չեն։ Հələ օրինական ամուսնացած չեն, կոչվում է տենց, եւ դա է օրինական։ Պատկերացնում եք ամուսնությունը, հիմա ինչա չես հասկանում։ Չես հասկանում դա ինչա։ Աստված ամուսնացրեց, դա մտնում է Աստծո ստեղծագործության մեջ, 6-րդ օրվա մեջ մեկացրեց, եւ իրենք մեկ դառան։ Եվ այդ ինչ օրենք, այդ ինչ ընկերություն է, ես ինչա։ Երեխաներ են ունենում։ Տեսնում եք ինչ սարսափելի բաներ կան։ Բնականon կյանք, գերբնականը փոխում են բնականon կյանքի։ Գերբնականը փոխում են բնականon կյանքի։ Եվ պետականորեն է դա արվում։ Օրենքով է դա արվում։ Օրենսդիր մարմիններն են դա անում։ Բնականon կյանքը գերբնականը, որ Աստված տվել է սեր, Աստված մայրական ծնողական սեր, որը գերբնական է, փոխում են շուկայի, եւ երկրորդը երեխան պետք է միշտ օգտվի ծնողներից, դաստիարակվի ծնողներից, փոխվում է առանցին եւ ինչ ուզում անում է, եւ երրորդը Աստված ամուսնացրեց, մեկացրեց, եւ նրանցից պետք է երեխաներ ծնվեն, այո, նրանք երեխաներ ծնվում, բայց ոչ ամուսնություն, ինչ որ ուրիշ անուն է կոչվում, եւ բաժանումներ։ Ես այդ օրինակներ ուզեցա ասել, որ մենք այսօր ապրում ենք այս երկրի վրա։ Մենք պետք է տարբերենք գերբնականը բնականon կյանքից եւ գերբնականի մեջ տեսնում ենք խաչվել։ Տեսնում ենք խաչվել, որը կարծես թե դժվար է։ Լերան քարոզի մեջ Տեր Հիսուսն ասում էր. Երանի սքավորներին, դա անհասկանալի է կարծես։ Բնականon կյանքի համար, բնականon, ասենք, կյանքը, որի մեջ մենք ապրում ենք այս մարմինի մեջ, աշխարհի համար անհասկանալի էր։ Երանի է ձեզ եւ կնախատեն ու սուտ տեղը գեշ խոսքեր կխոսեն։ Եվ ցնծացեք ուրախ եղեք։ Տեսեք սիրելիներ, բնականon կյանքը տարբեր է գերբնականից։ Դու պետք է երեք ակրած հաղորդություն էր, այդ մասին էլ ես ասեցի։ Երբ որ հաղորդ էին լինում Տեր Հիսուսի մարմինին ու այրանը, մարդիկ զարմանում էին, ոնց հնարավոր է իր մարմինը ճաշակել տալու մեզ։ Ոնց հնարավոր է։ Ոնց հնարավոր է ոտնալվան։ Պետրոսը չէր հասկանում դա։ Ոնց հնարավոր է դա կատարվի։ Եվ Տեր Հիսուսը ստիպված էր ասելու. Պետրոս, թող ես քո ոտերը լվամ, դու հիմա չես հասկանա, հետո կիմանաս։ Այսինքն բնականon կյանքը կփոխվի քո կյանքում, գերբնականի, եւ դու կհասկանաս, որ դա գործողություն է, որը կատարվում է գերբնական։ Երբ որ նայում ենք, ուրեմն շատ համարներ կա, ես ուղղակի ուզում եմ, որպեսզի ուշադրություն դարձնենք այդ համարներին, Հայտնություն 5-րդ գլուխ 4-րդ խոսքում
տեսնում ենք ոչ մեկը չէր կարողանում այդ գիրքը բացել եւ մեկը գառնուկ, որը մորթված, պատկերացրեք աշխարհի ամենա խելոք կենթանին, դա գառնա, խելոք, ոչ մի ուժ իրանից չի ներկայացնում, ոչ մի այդպես բնականon կյանքում ինքը շատ խելոք է, եւ այն էլ մորթված, եւ ինքը կարողացավ բացել, մեր Տեր Հիսուսը, այդ վիճակում խաչված, կարողացավ երկիր մոլորակը, ինչ տեղի ունեցավ երկրի վրա, եւ հայտնության 7:13-ում կարդում ենք, որ Աստված բոլոր արցունքները պիտի սրբի նրանց աչքերի, հետո պիտի սրբի նրանց աչքերի, բոլոր արցունքները, այստեղ մենք ուշադրություն դարձնենք սիրելիներ, որ երկրի վրա երբեք մարդը չի կարող նայել ոչ հոգևորին, նայել աշխարհի մարդուն, նայել ընտանիքի հարազատին, որը ապրում է իր ուզած կյանքով, իր ազատ կյանքով, ծնողներին չի լսում, ծնողների խորհուրդը ոչ մի բանի տեղ չի դնում, երբեք ու երբեք չի կարա առանց արցունքի, հոգևոր մարդը նա լաց կլինի, ոչ թե իրենը բնականon կյանքի մեջ մտած կպահանջի, որ սպես պետք է անես, ես քո ծնողն եմ, այսպես է պետք, այնպես է պետք, իր արդարությունը պահանջել, այլ ուղղակի ինքը լաց կլինի։ Յուրաքանչյուրս պետք է հիշենք, որ այդ արցունքները չեն կորում, այդ արցունքները մտնում է հավիտենության մեջ։ Եվ այդ արցունքները մնալով այն ժամանակ, երբ որ դեմ առ դեմ մարդը հանդիպում է Տերոջը, եւ Աստված երկնքում պիտի սրբի նրանց արցունքները։ Աստված ինքը չի ասում հրեշտակները պիտի սրբեն, սերոբեները, քերոբեները երկնքում պիտի սրբեն, ինքը իր ձեռքերով պիտի սրբի արցունքները։ Իսկ եթե մարդը ամեն ինչում բնականon կյանքում ինչ արցունքի մասին է խոսքը, երեխաներին պատահում է դաստիարակում են, դու ուժեղ եղի, դու հաղթող եղի, դու սպորտով այնպես եղի, որ քեզնից վախենան, ինչպես եղբայրն ասեց, պետությունները, իրանց շահը, իրանց օգուտը, թեկուզ ինչքան երիտասարդներ են զոհվում, շահը, օգուտը, ինչ արցունքի մասին է խոսքը, ինչ խղճի մասին է խոսքը, ինչ մարդկային այդպես կորուստների մասին է խոսքը, շահը եւ ուրիշ ոչինչ, ինչ արցունքի մասին է խոսքը։ Աստված օգնի մեզ, սիրելի եղբայրներ եւ քույրեր, խաչվածը հաղթում է խաչողներին, արցունքները բարիությունը հաղթում է չարիքին, բարին հաղթում է չարությանը, լույսը հաղթում է խավարին, եւ հետո անպայման կտեսնես այդ լույսը, որը դու ցուցաբերեցիր, ինչպես հաղթեց, այն արցունքները, որ թափեցիր, մենակության մեջ առանձնացար, առանցին, այն արցունքները Տեր Հիսուսը ինքը պետք է սրբի, Աստված ինքս պետք է սրբի քո աչքերի, այդ արցունքները չի կորելու, եւ Աստված կսրբի արցունքները նրանց աչքերի։ Ես կարդամ այդ տողերը եւ ավարտեմ։ Հայտնություն 7-րդ գլուխ 13 խոսք։ Ու երեցները մեկը ինձ իսավ, ասոնք, որ ճերմակ հանդերձներ հագել են, ով են, եւ ուրկեք եկան, ես ալ ասի անոր, Տերիմ, դուն գիտես, ասամ ինձի, ասոնք են մեծ նեղություններ են եկողները, որոնք
իրենց հանդերձները լվացին ու Զանոն գառնուկին այրունովը ճերմակացուցին։ Անոր համար Աստծո աթորին արչև են եւ իրեն կծառայեն ցերեկ ու գիշեր։ Իր տաճարին մեջ եւ աթորին վրա նստողը իր վերանը պիտի տարածե անոնց վրա։ Այսուհետև ոչ պիտի անոթենան ու ոչ ծարավին, ոչ ալ արևը կամ տաքությունը անոնց վրա պիտի ինա։ Բասզի գառնուկը օրաթորին մեջ է, պիտի հովվե Զանոնք ու դեպի կենթանի ջուրերի աղբյուրներ պիտի առաջնորդե Զանոնք։ Եվ Աստված բոլոր արցունքները պիտի սրբե անոնց աչքերեն։ Գիտեք սիրելիներ, խաչվի դու սիրելի քույրիկ ընտանիքում քո հարսի մոտ, խաչվի դու քո թորնիկի մոտ, ոչինչ, իմացի որ դու հաղթեցիր իրեն, դու իմացի որ հաղթեցիր իրեն, այդ պահին կարողա չերևա, այդ աչքի երևույթով կարողա չերևա, բայց հետո երկիր մոլորակը կդղրդա, նա այնպիսի իրավիճակում կհայտնվի, որ ամբողջ աշխարհը կտեսնի։ Ես շատ անգամ եմ ասել այն օրինակի մասին, որ իմ շատ տարիներ առաջ երիտասարդ ժամանակում աշխատանքի ժամանակ պաշտոնյան ինձ սկսեց այդպես կոպտել, հայոյել բանվորների մոտ, ես կարճ եմ ասում, այնպես էր ստացվել, որ ես տեղյակ չէի եւ ինքը բանվորներին ասել է, որ ես տեղյակ եմ, տարի աշխատացրել է, բայց իմացան, որ ես տեղյակ չեմ, բանվորները սկսին անարգել այդ պաշտոնյային, թողին գնացին եւ այս պաշտոնյան կպավ ինձ։ Բայց 3 օր դրանից հետո գիշերը չէր կարողացել քնել, մինչև չեկավ ներողություն չխնդրեց եւ այդ ներողությունը առանցին չկանչեց խնդրելու եւ շախտից միսմենը տակից դուս էր եկե երկրորդն էլ դե տենց հազվագույթ էր պատահում նա միշտ ներքևն էին իրար հանդիպում երկու սմենները գիշերվա սմենն ու առավոտվա սմենը գիշերվա սմենը ուրեմն դուրս էր եկել եւ առավոտվա այնքան մեծ մասսա էր հավաքված եւ ինքը սկսեց գոռալ ներողություն բոլորը մտածեցին այս պաշտոնյան դե հազվագույթ էր գալիս մեզ մոտ ինքը ամբողջ մետրոշինի գլխավոր մեխանիկն էր մտածեցին այս գժվել է այս մարդն այս ինչ է խոսում ներողություն Արոն ներողություն ես էլ սենց զարմացած նայում եմ այս ինչ է խոսում եւ ինքը պատմում է թե ինչ է կատարվի այդ ամբողջ մասսան լսում էր տեսնում եք երևաց դղրդոցը դրա համար սիրելիներ մենք խաչվենք որովհետև ինքը հայոյում էր ես հանգստացնում եմ իրան հանգիստ եղի արի կաբինետ միասին խոսենք հանգստացի մի շարունակի պետք չի այսքան այսպես ես բան չէի ասում տեսա որ չեմ կարենում այդպես թողեցի եւ ինքը ինչ ձևով հետո ասենք ներողություն խնդրեց այն ժամանակ որ առանցին կարող էր էտել չարեց որ բոլորի մոտ լրիվ այդպես միտքը բան էր եղել սիրելիներ խաչվենք մենք դուք հետո կտեսնեք խաչողը երբեք չի հաղթում երբեք մարդկային ձևով բնականon ձևով կյանքը հաղթողը ապացուցողը կաշառողը չգիտես ինչ ձևով իրենը չի հաղթում նա պարտվում է անպայման պարտվում է երկինքը նրանով է զբաղվում եւ պարտվում է Աստված օգնի մեզ ամեն աղոթենք հոգսեր